Հարգելի պատգամավորներ, մի քանի դիտարկում կցանկանայի նշել, տեղավորվեմ ժամանակի մեջ ըստ էության, քանի որ ես կփորձեմ նաև, քանի որ մի շարք պատգամավորներ նաև ըստ էության նույն բնույթի, նույն դեպքի վերաբերյալ բազմիցս անդրադարձան, մասնավորապես Լևոն Քոչարյանը, պատգամավոր Ագնեսա Խամոյանը եւ Աննա Գրիգորյանը անընդհատ շեշտադրում էր կատարում մասիվի թաղապետի հետ կապված, քրեական վարույթի հետ կապված, անընդհատ շեշտադրում էր, ես փորձեմ եւս մեկ անգամ բարձրաձայնեմ, որպեսզի շահարկումների տեղիք չտա։ Նախ առաջինը ցանկանում եմ նշել, որ վարույթ իրականացնող մարմինը քննչական կոմիտեն է։ Այսինքն արարքին իրավական նախնական գնահատականը քննիչն է տալի, ոչ թե ազգային ժողովի պատգամավորը։ Այս մեկ։ Երկրորդ, մեղադրանքը հանրային քրեական հետապնդում հարուցում է հսկող դատախազը։ Այս լիազորությունները հստակ տարանջատված է օրենքով։ Հիմա Աննա Գրիգորյանն ասում է, ինչի՞ չեք որակում խուլիգանություն։ Դա ճաշակի հարց չի, Տիկին Գրիգորյան։ Ճաշակի հարց չի, ըստ նպատակահարմարության չի, օրենքը իրավակիրառ պրակտիկան ճաշակով չեն որակում, մի դեպքում խուլիգանություն, մի դեպքում ֆիզիկական ներգործություն։ Հարարքը հստակ է, ֆիզիկական ներգործություն, ասում եք 10 հոգով ծեծի ենթարկելը ոնց կարա դիտվի խմբի կողմից կատարված ծեծ, հա որովհետև այդ ֆիզիկական ներգործության որակյալ հատկանիշ նախատեսված է մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործություն, ուրիշ ինչ որակենք։ Կներեք, ես մինչև վերջ ավարտեմ։ Հաջորդ, այսինքն մենք արարքի ճիշտ քրեիրավական որակումն ենք տվել։ Ասում եք, ինչի՞ չի ձերբակալվել։ Էլի ճաշակի հարց չի, որովհետև նշում եմ, ոչ մեծ ծանրության հանցագործություն է, ոչ մեծ ծանրության հանցագործության վերաբերյալ վարույթով անձը չի կարա կալանավորվի, պարզապես չի կարա, անհնար է, որպեսզի այդ անձին մենք նույնիսկ մտածենք, միջնորդություն ներկայացնենք կալանքի վերաբերյալ, ընդ որում առաջին անգամ։ Հիմա այստեղ ինչն է անհասկանալի։ Հաջորդը, այսինքն այս մասով սա, ասում եք Իգնայք, ինչի եք խանգարում տեղից։ Ասում եք Շարունակեք, պարոն Պողոսյան։ Մենք օրենքի տեսանկյունից օրենքը բոլորի համար է հավասար եւ չենք նայում անձը դիմադիր է թե ընդդիմադիր է։ Մենք նայում ենք հանցանքը, խափանման միջոցն էլ ընտրում ենք ըստ անձի դատավարական վարքագծի։ Հիմա դուք քաղաքական հայտարարություններ եք տանում, կներեք, ես պաշտոնատար անձ եմ, ես իրավասու չեմ դուրս գալ այդ սահմաններից, ես օրենքի մեկնաբանության հետ կապված մեր դիրքորոշումը հստակ է։ Դուք իրավունք ունեք քաղաքական հայտարարություններ անեք։ Տիկին Խամոյան, դուք նշում եք բեռը վերցրեցիք ձեր ուսերի վրա։ Տիկին Խամոյան, ես պատասխանատվությունը եւ բեռը ընդհանրապես, երբ որ ես պաշտոնը ստանձնել եմ, այդ պահից սկսած ստանձնել եմ այդ պատասխանատվությունը։ Սա օրենքն է ասում։ Այդ պահից սկսած, որ օրենքը կիրառեմ միատեսակ, օրենքը կիրառեմ օրինականության եւ իրավունքի երաշխավորության տեսանկյունից, այսինքն հակառակ մեկնաբանության պայմաններում անկախ ձեր դիրքորոշումից դուք պաշտպանեցիք նորքի թաղապ։ Մենք կամ նշվում է, որ արդարացրեցինք, չեմ հասկանում, հարգելի գործընկերներ, մենք անձին քրեական հետապնդում ենք հարուցել անձի նկատմամբ։ Հիմա էլ ինչ եք ուզում որ անենք։ Ես նշեցի, եթե մի անգամ էլ կրկնեմ, պաշտոնավարման կասեցման, խափանման միջոցի տեսակը ընտրելու համար երկու իրավապայման գոյություն ունի, բացեք օրենքը կարդացեք։ Չէ, բացեք օրենքը կարդացեք։ Ինչ հանդեղ ասում։ Պարոն Պողոսյան, խնդրում եմ դիալոգի մեջ չմտնել։ Հարցեր եմ տալի, ես իրանք չեն հասկանում, որ ռետորական է, սկսում եմ պատասխանել։ Շարունակեք։ Այսինքն համապատասխան իրավապայմաններ գոյություն ունի, այդ իրավապայմաններն առկա չեն եղել։ Դրա համար էլ ընտրել ենք բացակայելու մասին, բացակայելու արգելքը, այդ խափան միջոցն ենք ընտրել։ Կներեք էլի մի ներողություն, պարոն Պողոսյան, Տիկին Խամոյան, մի ընդհատեք տեղից։ Խնդրեմ, պարոն Պողոսյան։ Հաջորդը, այս նորքի թաղապետի հետ կապված գործով վարույթով, որը որ դուք տենց եք մեկնաբանում, ես այլ մեկնաբանելու եւ չգիտեմ եզրեր գտնում եմ, որ ստեղ արդեն այլ մեկնաբանություններ անել առնվազն տեղին չի։ Հաջորդը, Տիկին Խամոյան, դուք շատ բուրըն ձևով սենց արձագանքեցիք, նշեցիք, որ այս ընթացքում Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ քրեական վարույթով ինչ-որ ճշտումներ եք արել եւ այլն։ Ճշտումներ եք արել։ Տիկին Խամոյան, դուք կներեք, բայց ճիշտ տեղեկատվություն չներկայացրեցիք։
նախ մենք իրավաբան ենք, մենք մեր բարերի ընտրության հարցում շատ զգուշ ենք։ Ես հաստատված հանցագործության մասին որևիցե անգամ տվյալ չեմ։ Ես ասել եմ, մեղսագրվում է առերևույթ հանցանքներ, ընդ որում Տիկին Խամոյան, դուք նշում եք քննչական կոմիտեի նախագահան նշում է բազմաթիվ հանցագործություններ, ձեր բառերն եմ ասում։ Դուք 10 դրվագը բազմաթիվ արարք է, թե ոչ, 10 դրվագ է։ Ըստ ձեզ։ Իմ կարծիքով սա առնվազն բազմաթիվ է։ 10 դրվագ է։ Դատան ուղարկված, խնդրում եմ, ինչի եք փորձում իմ խոսքերը, չգիտեմ, ինչ-որ խոսքերի մեջ այլ մեկնաբանություններ եւ հանրության մասին թյուր կարծիք ձևավորվել։ Ես քննչական կոմիտեի նախագահն եմ եւ իմ ասացները եւ խոսքերը ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, Տիկին Խամոյան։ Ի տարբերություն, ես քաղաքական հայտարարություններ չեմ անում։ Դուք նշում եք, բայց ձեր ասածը չի համապատասխանում իրականությանը, Տիկին Խամոյան։ Հաջորդը, դուք նշում եք, թե ինչ ենք խափանվի, ես նորից եմ կրկնում, քանի որ այդ 10 դրվագով, երբ որ դատան ենք ուղարկել գործը եւ չի երաշխավորում ըստ էության ընտրված նախկինում ընտրված խափան միջոցը, չի երաշխավորում անձի պատշաճ դատավարական վարքագիծը, չի չեզոքացնում այն ռիսկերը, մենք հարկադրված ընտրել ենք անազատության հետ կապված խափան միջոց։ Միջնորդություն ենք ներկայացրել, դատարանն է բավարարել է։ Հիմա ստեղ այլ մեկնաբանություն, դուք նշում եք, որ դատավորին ասել է կոռուպցիոներ, խնդրում եմ, դուք արարքին եւ որակմանը չեք տիրապետում։ Տիկին Աննա Գրիգորյանը նշեց Անդիֆի հետ կապված քրեական վարույթը, որպեսզի շահարկումների տեղիք չտա, մի դիտարկում անեմ, շատ կարևոր դիտարկում, Տիկին Գրիգորյան, շատ կարևոր դիտարկում։ Ես նշեմ, որ որպեսզի հանրությունն էլ իրազեկվի, այս դեպքը բացահայտվել է, հարգելի հանրություն, պետական վերահսկողական ծառայության կատարված ուսումնասիրության արդյունքում։ Այսինքն, պետական վերահսկողական ծառայությունը, պետական մարմինը բացահայտել է ձեր նշած, չէ, միջև վերջ լսեք, սա տարբերությունը էական է։ Դուք անընդհատ մամուլի հրապարակումներն եք վկայակոչում։ Պետական մարմինը, պետական վերահսկողական ծառայությունը, վարչապետի ենթակա մարմինը բացահայտել է, հաղորդում է ներկայացել, մենք քննում ենք, այս մեկ։ Այսինքն, առիթը հանդիսացել է ՊՎՑ-ի հաղորդումը, հաջորդը մենք նախաքննության ընթացքում Տիկին Գրիգորյան, սա անպագորգոր հայտարարություններ չեմ ուզում կատարել։ Գործը ինքը իրականում բազմադրվակ եւ բազմածավալ է, հսկայածավալ գործողություններ են կատարել, հսկայածավալ։ Եվ առաջիկայում, երբ որ քրեական հետապնդման հիմքեր լինի, միանշանակ քննչական մարմինը միջնորդություն կներկայացնի քրեական հետապնդման վերաբերյալ։ Հիմա դուք այլ մեկնաբանության կարծում եմ տեղիք տալ չի կարող։ Մենք ոչ գործը ծածկել ենք, ոչ կոծկել ենք, նախաքննություն է իրականացնում, գործն էլ ինքը բազմադրվակ է։ Հարցաքննվելը, Տիկին Գրիգորյան, պետք է աննպատակ չլինի։ Դուք քաղաքական հայտարարություն եք անում, ես հասկանում եմ ձեր հայտարարությունը, չէ, Տիկին Գրիգորյան, լսեք միջև վերջ։ Հարցաքննումը համապատասխան կարգավիճակով, համապատասխան իրավապայմանների առկայության պայմաններում մենք որ հարցաքննում ենք, որ անձին դատավարական կարգավիճակով, պետք է հիմք լինի, որ հարցաքննենք։ Ասում եմ, չի հարցաքնվել։ Տիկին Խամոյան, Տիկին Գրիգորյան, ձեզ նկատողություն եմ, զգուշացում եմ հայտարարում։ Մի հատ բան արեցիք, խանգարեցիք, 2 րոպե շուտ կլքեք դալի։ Հաջորդը, ըստ էության դուք նշեցիք այն գործի հետ կապված, դա քննվում է հակակոռուպցիոն կոմիտեում, մեր մոտ չի քննվում, խոսքը վերաբերվում է Դուք նշեցիք 1 տոննա կոկայինի հետ կապված գործը, հանգիստ եղեք։ Այդ գործը ըստ իս կուներա դատական վախճան։ Մի անհանգստացեք։ Հաջորդը, ես պարոն Քոչարյանը հարց հնչեցրեց հոկտեմբերի 27-ի վարույթի հետ կապված, ես արդեն այդ գործի հետ կապված մանրամասներ ներկայացրել եմ, բայց որպեսզի ես մի փոքր փակագծեր բացեմ, ես նշեմ, որ ըստ էության գործի բարդությունը կայանում է նրանում, որ մենք հոկտեմբերի 27-ի քրեական վարույթով նաև ոչ միայն բուն այդ քրեական վարույթն ենք հիմա մենք այդ գործով ակտիվ գործողություններ կատարում, այլ նաև հարկադրված ենք Հայաստանի Հանրապետությունում նախկինում տեղի ունեցած մի շարք սպանության, չբացահայտված սպանության դեպքերով այդ գործերն ենք արգրավել, սենց ուղիղ եւ անուղակի առնչվում է նաև այդ վարույթներով, ես չեմ ուզում գործերի վերաբերյալ տվյալներ ասեմ, անհատականացնեմ, բայց չբացահայտված, այդ թվում նաև Բարսասյան պաշտոնատարանձած սպանության վերաբերյալ վարույթներն ենք ուսումնասիրել, որովհետև այդ վարույթները այդ գործով, որպեսի բացահայտենք ամբողջական, նաև պարտադիր էր, որպեսի այդ գործերով նաև մենք զուգահեռ քննություն իրականացնենք, այս մասով սա։
Հաջորդը քանի որ անհատական գործերին ես չեմ ուզում անդրադառնամ, պարոն Լևոն Քոչյանը նշեց գործեր Արծվիկ Մինասյանի, Տիգրան Ուլուբաբյանի, այդ գործերին արդեն առանձնացա իր հետ կապված գործ։ Ես անհատական գործեր, այստեղ ոչ մտադրություն ունեմ, ոչ էլ ուզում եմ քննարկեմ, որովհետև խոսքը վերաբերում է մեր նախորդ տարվա հաշվետվությանը, բայց նշվեց, որ մասիվի թաղապետին արդարացվել է, եթե մեղադրյալ ներգրավելը, քրեական հետապնդում հարուցելը արդարացնել է, չգիտեմ որքանով է դա իրական։ Գառնիկ Դանիելյանը ըստ էության սխալ տպավորություն, ըստ էության թողեց Հայաստանի Հանրապետությունում հանցավորության իրական պատկերի վերաբերյալ ճիշտ ասած կողքից դիտելիս ես հասկանում եմ, որ քաղաքական հայտարարություն է կատարում, բայց մատաղ սերունդը նստած է թմրամիջոցների վրա, պարոն Դանիելյան, ես ներկայացրեցի այնպես տպավորություններ, որ իմ հաշվետվությունը չեք լսել։ Ներկայացրեցի վիճակագրական տվյալներ, այդ թվում նաև անչափահասների մասնակցությամբ կամ անչափահասների նկատմամբ կատարած հանցագործությունների հետ կապված։ Եվ հետևաբար այդ պատկերը չի համապատասխանում իրականության։ Տիկին Բաթոյան, ձեր հարցադրմանը, որպեսի ժամանակս խնայեմ, ես գրավոր կպատասխանեմ, ես ունեմ այդ տվյալները, թե որքան տոկոսն է կազմում ըստ էության կանայք մեր ստորաբաժանումներում եւ ինչ համալրվածություն են եւ քանի դասընթացներ են իրականացրել, ես կարող եմ հրապարակել, բայց չեմ ուզում պարոն Սերյան Օհանյանի նաեւ հարցադրում հնչեցրեց, որ այդ հարցին էլ անդրադառնամ, պարոն Օհանյան։ Ես նշեցի մի շարք գործոններ, որոնք որ ըստ մեր կարծիքով ուղղակի կամ անուղղակի ազդեցություն են ունեցել թե պատերազմի ընդհանուր ելքի վրա եւ թե առանձին ուղղությունների վրա։ Պարոն Օհանյան, դուք երկար ժամանակ գլխավորել եք պաշտպանության նախարարության եւ վստահ եմ տեղեկացված եք, որ տեղում որոշումներ կայացնելու հատկապես պատերազմական իրավիճակում արագ եւ ճիշտ որոշումներ կայացնելու դա բացառապես տվյալ իրավիճակում զինվորական հրամանատարությունն է։ Այսինքն դուք ես հասկանում եմ, չգիտեմ ինչի եք հարցը դες ձևակերպում եւ այլ ուղղությամբ տանում, բայց մենք որպես իրավաբաններ եւ որպես վարույթ իրականացնող մարմին գնահատել ենք յուրաքանչյուր տես դուք անուններ նշեցիք Միքայել Արզումանյան, Տիրան Խաչատրյան, չէ՞, եւ մենք առանձին ուղղություններով ունենք նաեւ հետախուզվող անձինք, ունենք նաեւ հստակ մենք ուղղություններով գնահատել ենք բարձրաստիճան զինվորականների արարքը։ Հիմա նաեւ գտել ենք, որ իրանց կատարած անգործության կամ գործողության արդյունքում կոնկրետ հետևանք են ունեցել։ Հետևանք արդեն նշեցի, թե առաջնագծի ճեղքման հետ կապված, թե ընդհանուր նահանջի հետ կապված, թե շրջափակման հետ կապված, թե առանձին քաղաքներ պաշարելու եւ գրավելու ուղղությամբ, այսինքն այդ գործողությունները պայմանավորված են եղել հետևանքի առումով կոնկրետ բարձրաստիճան զինվորական պաշտոն զբաղեցնող անձանց գործողությունների արդյունքում են վրա հասել այդ հետևանքները, դա մեր քրեական բարույթով համապատասխան նույնիսկ փորձակնության եզրակացություններով հաստատված հանգամանքներ են, իսկ թե դրան նախորդող պահին դուք տեղյակ եք, պարոն Օհանյան, որ մենք նաեւ ես ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում երբ որ պաշտոն էի զբաղեցնում, մենք վարույթներ ենք ունեցել, բազմաթիվ վարույթներ, որոնց մի մասը նաև դատական հեռանկար են ունեցել անպիտան սպառազինության ձեռբերման։ Հիմա չգիտեմ, դրանք առանձին որքանով են ազդել պատերազմի ելքի վրա, կարծում եմ որևէ մեծամասամբ կամ չգիտեմ, որոշ մասով հնարավոր ազդեցություն ունեն։ Ունենք պետական դավաճանության դեպքեր, բազմաթիվ։ Հիմա առանձին կամ ընդհանուր որքանով են նպաստել այդ պատերազմի ելքի վրա, կարծում եմ ամեն դեպքում դուք էլ կհամաձայնվեք, որ դրանք նաև որոշակի ազդեցություն են ունեցել։ Պարոն Օհանյան, հիմա մենք ունենք նաև որոշակի դասալքության եւ պարտականությունները չկատարելու հետ կապված դեպքեր։ Սրանք որքանով են ազդել պատերազմի ելքի վրա, կարծում եմ, ելի ազդեցություն ունեցել են։ Սա համալիր լուծում է պահանջում, որ անհատական պետք է չդիտարկվի։ Սա այս բոլոր գործոններն են, որոնք որ նպաստել են որոշակի հետևանքի։ Հաջորդ ես այստեղ Գավառի համայնքի այդ գույքի օտարման հետ կապված Նարեկ Գրիգորյանը հարցադրում հնչեցրեց, ես նշեմ, որ այդ մասով հաղորդագրություն ենք տարածել քննչական կոմիտեն եւ 8 անձանց մասով եւ համայնքի ղեկավարի մասով գործը դատարան ենք ուղարկել, չարաշահումը ըստ մեզ հաստատվել է եւ ուղարկել ենք դատարանում հիմա քննություն է իրականացում, դատաքննության արդյունքների վերաբերյալ տեղյակ չեմ։ Այս մասով սա եւ հաջորդ հարցը, որ գոնե Մարինե Ղազարյան, ես ասեմ, որ ես արդեն նշեցի, մենք առաջիկայում հարգելի ազգային ժողովի պատգամավորներ, չգիտեմ, ես վստահ եմ եւ հույս ունեմ, որ քննչական կոմիտեն ունի բավարար չափով ներուժ, կամք եւ վճռականություն, որպեսի այն քրեական բարույթները, որոնցով որ ըստ էության հանրությունը եւ դուք մեզանից ակնկալիք ունեք, հասնեն իրենց արդարացի եւ տրամաբանական վաղճանին։
վստահ եմ, որ առնվազն այն հնչեղություն ունեցող գործերով մյուս տարի այս ժամանակ իմ հերթական հաշվետվության ժամանակ առնվազն ձեր մոտ այս հարցերի գերակշիռ մասը իրենց